Այև ձեզ, սիրելիներս, մենք տեսել շարունակում ենք քննարկել Շրիմադ Բհագավատամը եւ այս պահին ուսումնասիրում ենք 3-րդ երկի 12-րդ գլուխը, որտեղ ինչպես ես ամեն օր ստիպված եմ լինում նշել, որ ուսումնասիրում ենք ըստարյացիների արարչագործության երկրորդ փուլը։ Ինչպես տեսնում ենք, ուրեմն այն փուլը, որը նշում են արիացիները, իրանք շատ մեծ հիմք են տալիս մարդուն, որպեսզի ինքը կարողանա հասկանա, թե ինչ սկզբունքների վրա են արարվել նյութական աշխարհը, եւ ուրեմն այդ սկզբունքների մեջ խորանալը ինքը թույլ է տալիս, որպեսզի ազնվորությունը ինքը ճիշտ կազմակերպի իր հոգևոր զարգացումը։ Մենք ձեզ հետ երեք կանգնեցինք այդ գաղափարի վրա, որ իրականում, երբ որ ազնվորությունը ինքը նպատակ է հետապնդում կանգնել հոգևոր զարգացման ճանապարհի վրա, ապա պետք է առաջին հերթին մտածի այն հարցի շուրջ, թե ինչ պոտենցիալներ ունի ընդհանրապես անձնավորությունը եւ որ առաջնահերթ արիացիները իրենք քննարկում են այդ հարցը, որ ամեն կենդանի էակ ունի ավիրելու կամ տրանսֆորմացիաների ենթարկելու ուրեմն պոտենցիալ կամ հզորություն։ Եվ ամեն ազնվորություն ինքը պետք է ունենա այդ հարցի պատասխանը, թե ինքը ինչի վրա է պատրաստ ծախսել այդ իր ունակությունը։ Երկրորդ հերթին մենք տեսանք, որ Տեր Բրահման ինքը մատնանշելով Ռուդրայի տեղը, այսինքն սա շատ կարևոր գաղափար էր, որ իրականում, ասենք, կենդանիակները իրենք չեն բանանում էլի, իրենք չեն հերքում, չպիտի հերկեն այդ սկզբունքը, հա, այլ հակառակը իրենք պետք է կարողանան ուրեմն բանանել ճիշտ կազմակերպել եւ ճիշտ ունակությունը պահպանել, բայց սահմանափակել, այսպես էլի ճիշտ դաշտով ուրեմն նրա գործունեությունը։ Եվ տեսանք, որ անմիջապես դրանից հետո Տեր Բրահման ինքը արարեց 10 զավակներ, որոնց մենք քննարկեցինք, թե դրանք ինչի մարմնավորումներն են։ Այսօրվա մեր տեքստերը թեման շարունակում է, եւ դրա համար ես սկզբից կարդամ տեքստերը, հետո մենք ուրեմն շարունակենք աշխատանքը։ Քննարկումները։ Ուրեմն Նարադան ծնվեց Տեր Բրահմայի բանականությունից, որը իր մարմնի լավագույն մասն է։ Վասիշթան ուրեմն աշխարհ եկավ նրա շնչառությունից։ Դաքշան նրա ուրեմն ձեռքի մեծ բութմատից, Բրիգուն նրա մաշկից, Կրատուն նրա ձեռքերից, Պուլաստյան առաջացավ լույս աշխարհ եկավ նրա ականջներից, Անգիրան նրա բերանից, Ատրին նրա աչքերից, Մարիչին նրա մտքից եւ Պուլահան նրա պորտից։ Կրոնականությունը դուրս եկավ նրա կրծքավանդակից, հա, որտեղ որ ապրում է, որտեղ որ ներկա է Գերագույն Աստծո անձնավորությունը Նարայանն, հա, իսկ անաստվածությունը դուրս եկավ նրա մեջքից, որտեղ ուրեմն կենդանի էակին մոտ է գալիս ուրեմն սարսափելի մահը։ Եվ տեսնում ենք, որ թվարկելով, չէ, թե ասենք ինչպիսի որդիներ ինքը ունեցավ, մենք այսպես հաջորդաբար նայեցինք, թե նրանց անունները ինչ նշանակություն ունեն եւ տեսանք, որ դրանք հոգեվոր զարգացման հետ կամ կենդանիակի դրական նույնիսկ նյութական աշխարհում կենդանիակի դրական պոտենցիալի հետ կապ ունեցող որակներ էին, չէ, եւ հիմա ուրեմն շարունակվում է այդ թեման եւ քննարկվում է, թե այդ սկզբունքներից որ մեկը, կոպիտ ասած, որտեղից առաջացավ։
Ամենաառաջի բանը, որը մենք պետք է հասկանանք, չէ, որ մեր տեսանկյունից, իսկ մենք Բhagavatam-ը ուսումնասիրում ենք հոգու մաքրագործման տեսանկյունից եւ դրա համար շահագրգռված ենք ճիշտ հասկանալ նրա ծածկագրերը, չէ։ Եվ այդ իմաստով այս տեքստը սխալ կլիներ կարդալ միայն որպես բիոլոգիչեսկի էլի, բիոլոգիական մարմնի մասերի մասին խոսացող տեքստ, հա, որովհետև այդ ժամանակ մենք կարող ենք ասել, որ սա միֆոլոգիայի նման ինչ-որ մի բան է, հա, բայց մենք տեսնում ենք, որ Վյասադևան ինքը նկարագրում է Տեր Բրահմայի գիտակցության կոնստրուկցիան։ Ինչու, որովհետև նկարագրվեց, չէ, որ պրակտիկորեն իր ամեն մի մարմնի մասից դուրս է գալիս ինչ-որ մի հատ սիմվոլ, չէ, որը կապված է գիտակցության ֆունկցիաների հետ։ Եվ համապատասխան այդ ֆունկցիայի ծնվում է համապատասխան իմաստունը կամ համապատասխան սկզբունքը։ Այսինքն, այստեղ նկարագրվեց, որ ընդհանրապես կենդանի էակի գիտակցությունը ինքը ունի, կարելի է այսպես ասել, իր քարտեզը։ Մենք տեսանք, որ դրանից առաջ Տեր Բրահման ինքը արարեց Ռուդրային։ Եվ մենք խոսեցինք նրա մասին, եւ անցյալ անգամ, եւ նախանցյալ անգամ խոսեցինք նրա մասին, որ ուրեմն չղեկավարված կամ չսանձահարված էներգիան կամ ուժը ինքը կարող է ավիրել այս աշխարհը։ Հիմա մենք տեսնում ենք, որ տեղի է ունենում, ինչպես մենք երեք մատնանշեցինք, եւ այսօր այդ խոսակցությունը ինքը շարունակվում է, տեղի ունենում ուրիշ սկզբունքների հիմքի վրա արարչագործություն։ Ոչ թե ուժի միջոցով, այլ գիտակցության որակավորման միջոցով, հա, եւ դրա համար, որովհետեւ խոսքը գնում է դրա մասին, ուրեմն շատ մեծ նշանակություն ունի այն տեղը, որից ծնվում է իմաստուններից ամեն մեկը։ Եվ տեսանք, որ հիմա այստեղ արդեն ցուցակը սկսեց քննարկվել վերջից։ Այսինքն, առաջի հերթին Մայտրեյան ինքը մատնանշեց Նարադային, Նարադա Մունիին եւ ասեց, որ Նարադան ինքը ծնվեց Տեր Բրահմայի բանականությունից։ Հա, հիմա բնականաբար ես կարծում եմ, որ նորմալ մարդու մոտ առաջանում է այդ հարցը, հա, ինչու հենց բանականությունից։ Հասկանում եք, ինչու հենց բանականությունից։ Մենք այստեղ երկու խոսակցություն ունենք։ Առաջին հերթին Նարադան որպես իմաստուն կամ որպես գիտելիքի կրող։ Մենք տեսանք, որ ինքը անունը մատնանշում է գիտելիք բաժանելու սկզբունքը, չէ՞։ Եվ այդ տեսանկյունից եւ երկրորդ տեսանկյունը դա այն է, որ Նարադան ինքը բան է, ասեք, ինքը բhakti յոգայի մարմնավորումն է, այսինքն ինքը իր մեջ կրում է Գերագույն Աստծո, այսպես ասեմ, կենդանի էակի մաքուր սիրո պոտենցիան վերականգնելու process-ը։ Եվ այդ մաքուր սերը Գերագույն Աստծո անձնավորության հետ կապելու process-ը։ Կենդանի էակը ինքը շատ մեծ ճիքեր է օգտագործում, որպեսզի իր սիրելու պոտենցիան նվիրի նյութական աշխարհում ապրող թերություններով լի կենդանի էակներին, եւ կենդանի էակը ինքը ակնկալում է, որ ինքը պետք է իր սիրո պոտենցիան նվիրի ուրեմն թերություններ ունեցող կենդանի էակների եւ հետևանքում լինի երջանիկ։ Ինքը երբեք չի մտածում նրա մասին, որ այնքանով ինչքանով որ ինքը չի կարող երջանկացնել ուրիշին, ուղիղ այդքանով ուրիշն էլ չի կարող երջանկացնել իրեն։ Ինչքանով որ ինքը պատկերացում անգամ չունի, թե իրականում ուրիշը ինչից կարող էր երջանիկ լինել, հա,
նույնքանով եւ ուրիշը պատկերացում չունի, թե ինչով կարող է երջանիկ լինի ինքը։ Հասկանում եք, չէ՞։ Եվ Նարադա Մունին, այսինքն կենթանի ակտերի նյութական ամբողջ գոյության իմաստը կրանում է նրանում, որ սերը, մաքուր սերը, պետք է նվիրել արժանիին։ Հիմա, եւ Նարադա Մունին ինքը այդ process-ի մարմնավորումն է, չասենք ղեկավարը։ Հասկանում եք։ Եվ տեսեք, ուրեմն այստեղ առաջի հերթին, հիմա այս պահին, առաջի հերթին մեզ հետաքրքրում է Նարադա Մունի այդ ասպեկտը, որ ինքը գիտելիքը բաժանող է։ Որովհետև առողջ բանականությունը կամ իսկական բանական ազնվորությունը իր մեջ երբեք ոչ մի բանը չի ավարտվում միայն գիտելիքը կուտակելով։ Գիտությունը, քաղաքակրթությունը, չէ՞, գիտատնտեսական զարգացումը մարդկային հասարակության ինքը տեղի է ունենում հենց այս գործոնի հաշվին, որ երբ որ կենդանի էակը ինքը ինչ-որ մի գիտելիք է ձեռք բերում, ինքը այդ գիտելիքը, եթե կարելի այսպես ասել, հրապարակում է, հա, այսինքն սկսում է կիսվել այդ գիտելիքով։ Մենք երեք տեսանք, որ Նարադան այդ իմաստով եզրափակում էր իմաստունների ցուցակը, չէ՞։ Իսկ հիմա պարզվում է, որ բացի նրանից, որ ինքը վերջնական ավարտն է, ինքը համ էլ ծնվում է Տեր Բրահմայի մարմնի լավագույն մասից։ Եվ սա շատ կարևոր մատնանշում է։ Այսինքն բարձրագույն արտահայտումը բանականության արիացիները համարում էին ոչ թե այն, որ կենդանի էակը ինչ-որ բան գիտի ինքը իրա համար, այլ այն, երբ որ ինքը զարթնացնում է գիտելիքի հանդեպ հակումը եւ ինքը գիտելիքը ուրիշ կենդանի էակների մեջ։ Բhagavad Gita-ն դեր Շրի Կրիշնան ինքը հենց այդպես էլ կասի, ինքը կասի, այսպիսի անձնավորությունները թանկ են ինձ համար, այսպիսիները ավելի թանկ են, այսպիսիները ավելի թանկ են, հա, բայց ամենաթանկն են նրանք, ով տալիս է իմ մասին գիտելիքը, հա, որտեղ իրականում մենք կամաց հասկանում ենք, որ ամենակարևոր գիտելիքը, որը ինքը ընդհանրապես գոյություն ունի կենդանի էակի համար, դա գերագույն Աստծո անձնավորության մասին գիտելիքն է եւ գիտելիքն է այն մասին, թե ինչպիսին է մեր կապը նրա հետ։ Ուրեմն, սիրելիներս, չէ, մենք այստեղ տեսնում ենք, որ այս սկզբունքը ինքը հայտարարվում է որպես բանականության ամենաբարձրագույն արտահայտումը։ Եվ ասվեց, որ բանականությունը դա Տեր Բրահմայի մարմնի ամենալավ մասն է։ Ինչու է այդպես ասվում։ Հա? Կարելի է ենթադրել, ինձ այդպես է թվում, որ կարելի է ենթադրել, որ բանականությունը ինքը մնացած բոլոր ֆունկցիաները ղեկավարելու բարձրագույն կետն է, որտեղ բանականությունը դա հենց ուղեղն է։ Հա? Եվ դա պատահական չի, որ հետագայում Նարադան ինքը դարձավ ամբողջ տիեզերքի կամ տիեզերքում ապրող բոլոր կենդանիների ուսուցիչը։ Եվ իրան նյութական աշխարհում հարգում են ինչպես աստվածակենտրոն կենդանիակները, այնպես էլ աստվածամերժերը։ Երբ որ մենք խոսում ենք Նարադայի մասին որպես բhakti յոգայի մարմնավորում, այսինքն մաքուր սիրո հետ կապված մարմնավորում, ապա այստեղ մենք պետք է կարողանանք հասկանալ, որ այո, միայն եւ միայն բարձր որակի բանականությունը կարող է ճիշտ գնահատել ընդհանրապես հոգևոր էմոցիայի տեղը եւ դիրքը։ Սա շատ կարևոր կետ է, որը այս պահին մենք դեռ մի փոքր հանգիստ կթողնենք։ Ուղղակի մատնանշեցի եւ անցնենք առաջ։
Հաջորդը մատնանշվեց Վասիշթան եւ ասվեց, որ ինքը հայտնվել է Տեր Բրահմայի շնչառությունից։ Ինչ է նշանակում շնչառություն։ Եթե բանականությունը ինքը ղեկավարում է բոլոր ֆունկցիաները, ապա մշտական շնչառությունը ինքը մշտական պահպանում է կյանքը, հա? Եվ ինչի մասին է այստեղ խոսքը։ Խոսքը այնս դրա մասին է, որ իրական ճշմարտությունը ինքը այդ շնչառության պես անհրաժեշտ է հոգում, հա, որպեսզի, պատկերավոր ասած, որտեղ հոգին ինքը հավերժ է, որպեսզի հոգին կարողանա մնալ կենդանի։ Հա, հիմա եւ ուրեմն մյուս կողմից մենք այստեղ չենք կարող չմատնանշել, չէ, որ արիացիների տրադիցիայի մեջ շնչառությունը ինքը շատ մեծ նշանակություն ունի եւ շնչառության հետ է կապված այսպես կոչված պրանա գաղափարը, այսինքն կյանքի հոսքերը, հա։ Եվ այստեղ ստացվում է, որ Վասիշթան ինքը պրակտիկորեն ծնվում է Տեր Բրահմայի կյանքի ուժից, հա, եւ ինչպես շնչառությունն է ապահովում կյանքը, այդպես իմաստությունն է ապահովում կենդանի էակի ճիշտ գոյությունը։ Եվ ուրեմն հաջորդը քննարկվեց Դաքշան։ Եվ ասվեց, որ Դաքշան ինքը ծնվեց մեծ բութ մատից, հա։ Իրականում հենց բութ մատն է, որ ինքը դարձնում է ձեռքը ընդունակ ինչ-որ մի բան անելու։ Չէ, տեսեք, Աստվածոջանի պատկերացրեք, որ բութ մատը չկա։ Ինչքան են խեղճանում մնացած 4 մատերը, չէ։ Այսինքն մենք տեսանք, որ Դաքշան ինքը բաններ, զոհաբերություններ, չէ, ինքը բաններ, արվեստ, հմուտ հմտություններ, ունակություններ, չէ, եւ դրա համար ինքը դուրս եկավ բութ մատից, որովհետեւ առանց բութ մատի բանը թաթը, ձեռքը ինքը ընդհանրապես շատ խիստ կորցնում է իր ֆունկցիաները, չէ։ Եվ սա ուրեմն ինքը շատ խիստ բան է, սիմվոլիկայի համընկնում է, չէ, որպեսզի մենք հասկանանք, որ վարպետությունը բոլոր հարցերում դա հոգևոր մարդու կենցաղի նրա բնավորության բան էլ այսպես անբաժանելի մասը պետք է լինի, հա, ունակությունները պետք է լինեն, նրանք հենարանն են, հա, հենարանն են, ունակությունները այն հենարանն են, որի միջոցով մնացած մատերը կամ մնացած ունակությունները կարողանում են աշխատել։ Հաջորդը թվարկվեց Բրիգուն։ Ասվեց, որ Բրիգումին ինքը ծնվեց Տեր Բրահմայի մաշկից։ Եվ սա շատ հետաքրքիր է, հա, ինչու, որտեվ ինչ է իրենից մատնանշում մաշկը։ Մաշկը ինքը մատնանշում է սահմանը ներքինի եւ արտաքինի միջև, չէ։ Այն ամենը, ինչ որ մենք համարում ենք մեր մարմինը, մեր ներսում է եւ ինքը գտնվում է մաշկի տակ։ Իսկ մաշկից այս կողմ գտնվում է արտաքին աշխարհը։ Եվ մաշկի միջոցով է հիմնականում, որ կենդանիակը ինքը հպվում է աշխարհի հետ։ Հասկանում եք, ինչու համար, որովհետև տեսեք, ասենք, մենք աչքով ոչ մի բանի չենք կարող գտնել, ականջով ոչ մի բանի չենք կարող գտնել, լեզվով կարող ենք համ ենք կարող զգալ, չէ, կամ ասենք կարող ենք զգալ տաք է, դառն է, ու համեր, չէ, եւ բան, ջերմաստիճան, բայց հիմնականում որպես գործող բան, չէ, մենք արտաքին աշխարհի հետ շփվում ենք մաշկի միջոցով։ Հասկանում եք։ Եվ Բրիգուն ինքը ուրեմն հենց այդ բանն է,
հենց այդ ունակությունն է, հա, տարբերել բանը, տարբերել որակը արտաքին աշխարհի օբյեկտների։ Եվ ինքը փաստացի ստացվում է այնպես, որ ծնվում է հենց այդտեղից, որտեղ կենդանիակը ինքը այդ կարողանում է բանանել էլի շոշափել, հա։ Հաջորդը կրատուն էր, որը ծնվում է ձեռքերից։ Երեք մենք ձեզ հետ խոսացինք դրա մասին, որ կրատուն դա վճռականությունն է եւ այսպես էլի բանով էլի զոհաբերությամբ լի գործողությունները, այսինքն որ մարդը ինքը անձնասող ինչ որ գործողություններ է կատարում, չէ՞։ Ուրեմն հիմա դառնում է պարզ թե ինչու ձեռքերը դա կենդանիակի ուրեմն գործելու զգայարանն է։ Եվ ձեռքերի միջոցով ենք մենք իրականացնում այն ամենը, ինչի հանդեպ որ վճռականություն ունենք։ Հասկանում եք, եւ սա այդ սիմվոլն է, որ վճռականությունը ինքը անպայման պետք է արտահայտվի աշխարհում։ Հաջորդը Պուլաստյան էր, որը ասվեց, որ Պուլաստյան ինքը ծնվեց Տեր Բրահմայի ականջներից։ Գիտելիքի փոխանցումը սկսվում է լսողությունից։ Թեկուզ թվում է, որ գիտելիքի տեղափոխությունը սկսվում է բառերից, այսինքն ինչ-որ մեկը ինձ պիտի բառեր ասի, որ ես լսեմ, բայց իրականում գիտելիքի տեղափոխումը սկսվում է լսելուց, եւ որ կենդանիակը ինքը որոշում է կայացնում, որ ինչ-որ բան է ուզում իմանալ, առաջին հերթին, պատկերավոր ասած, լարվում են իր ականջները, որպեսզի ինքը կարողանա գտնի այն գիտելիքը, որը կլսի եւ հետևանքով կստանա այն պատասխանները, որոնց որ ձգտում էր։ Հասկանում եք։ Եվ դրա համար այդ ով էր բանը, ով էր Պուլաստյան, ինքը բան չէ, տրադիցիաների պահապանն է, հա։ Եվ իսկ ազնվորությունը, որպեսզի ինքը ինչ-որ մի տրադիցիա պահպանի, չէ, ինքը պետք է առաջին հերթին այդ տրադիցիաները լավ իմանա։ Եվ դրա համար է, որ ինքը ծնվում է ուրեմն ականջից։ Ասվեց, որ անգիրան ինքը, այսինքն կրակը, ինքը ծնվեց Բրահմայի բերանից։ Մենք երեք մի թեթև խոսեցինք կրակի մասին, չէ՞։ Այսինքն մենք այստեղ տեսնում ենք, որ հիմա առաջանում է եւս մի կապ։ Բերանը որպես խոսքի ուրեմն տեղ, չէ՞, որպես սովորացնելու օրգան, դրա հետ մեկտեղ որպես բանը պիշվարենիա մասողականության կրողը, հա, եւ ուրեմն սա նշանակում է, որ գիտելիքի ներքին կրակը ինքը ուրեմն շատ լավ իրականում փոխանցվում է նրանով, որ ինքը արտահայտված է հենց բերանի միջոցով, այսինքն խոսելու ունակության միջոցով։ Ասվեց, որ Ատրին ինքը ծնվեց Տեր Բրահմայի աչքերից։ Սա իրականում շատ էսպես ցայտուն կերպար է, չէ՞, որովհետև նախասկզբնական ազատագրումը, եթե հիշում եք, մենք երեք հենց դրա մասին, ես հատ չեմ հիշում աշակերտների հետ, թե այստեղ կներեք, որ երբ որ ամեն օր երկու տեղ դասախոսություն եմ տալիս, շփոթվում եմ ինչ պիտի ասեմ, որտեղ ինչ եմ ասել, հա, բայց ինչ որտեղ մենք խոսում էինք դրա մասին, չէ, որ այդ առաջնային ազատագրումը ինքը սկսվում է հենց այդ ճիշտ տեսողությունից։ Հասկանում եք։ Եվ դրա համար է, որ մարդիկ իրանք ասում են ես պարզ տեսնում եմ ճշմարտությունը։ Չէ, տեսեք,
Վրոջի ճիշտ կլներ ասել ես հասկանում եմ, բայց մարդը ինքը հիմնականում ասում է տեսնում եմ, հասկանում եք, և ուրեմն այդ ճիշտ տեսողությունից և բարիս բում և բարիս փոխաբաների переносный смысл, փոխադարձական իմաստով, կենդանիակը ինքը աչքի միջոցով, աչքերով, տեսողության միջոցով է տեսնում ճշմարտությունը, և դա կրակն է։ Հաջորդը դա Մարիչին էր, որտեղ ասվեց, որ Մարիչին ինքը ծնվեց Տեր Բրահմայի մտքից։ Մենք խոսեցինք դրա մասին, որ Մարիչին դա լույսի շողն է։ Եվ մենք պետք է հասկանանք, որ հենց ոնց ասեմ, էլի իմինը միտքը, այսինքն առաջի նյութական էլեմենտի առաջի ցանկությունն է, որ ստեղծում է այս աշխարհը։ Հասկանում եք։ Եվ սա ինքը կարելի ասել, որ շատ կարևոր սիմվոլ է։ Հաջորդը դա Պուլահան է, որը վերջինն է և թվարկվում է որպես այն որդին, որը ծնվեց Տեր Բրահմայի պորտից։ Մենք ձեզ հետ արդեն մի քանի անգամ խոսել ենք դրա մասին, որ պորտը ինքը ընդհանրապես էզոտերիկայում և առաջի հերթին արիացիների կողմից համարվում է ահավոր կարևոր կենտրոն, որովհետև հենց պորտով է կենդանիակը ինքը կապված մոր հետ որպես սնունդի աղբյուր, և հետագայում պորտի չակրան ինքը դա հարստության, բարգավաճության, կամքի, իշխանության, ուրեմն էներգետիկ կենտրոնն է, և մենք խոսեցինք դրա մասին, որ Պուլահան, կներեք, ես պիտի ընդհատվեմ մի բան,